Ինձ արդեն սկսում է թվալ, որ բոլոր աղջիկները տղեկի հետ սխալ են շփվում։ Այս ձեր ուշադրությունը գրավելու համար հիմա անցանք թեմային։ Սկսեմ ամենակարևորից։ Ինչի մեզ ամեն ինչ ուղիղ չեք ասում։ Ինչի համար։ Վերջապես խնդրում եմ հասկացեք, նամյոկ ասվածը մեր կյանքում չի գործում։ Օրինակ բերեմ էլի։ Ասենք որ ասում եք սոված եմ։ Չի կարելի ասել, ինչ եք ուզում ուտել, որտեղից եք ուզում, երբ եք ուզում ուտել։ Մի անգամից ինֆորմացիա տալու, քաշվել մի կողմ։ Կամ ինչա նշանակում ես ձանձրացա։ Կարելի է, չէ՞ ասել, ես ուզում եմ գնալ ման գալու, ուզում եմ գնանք միտեղ նստենք, ուզում եմ գնանք միտեղ խմենք, ուզում եմ գնանք կինո, թատրոն։ Ասեք ինչ եք ուզում։ Անտառանցին թեման նվերները։ Երբևէ հույս չունենաք, որ մի տարվա ձեր ուղարկած ռիլերը, որ դուք ասել եք, վայ նայ, տես ինչ լավ բան է, մենք հիշելու ենք։ Չէ, մենք չենք հիշում։ Ու դրանում մենք մեղավոր չենք, մենք ուղղակի տենց ենք կառուցված։ Ինչքան ուզում եք գերեք, որ ես ռեդ ֆլագ եմ թքած ունեմ։ Լավ ինչ վերաբերում է նեղանալուն։ Այդ մի սովորության համար դուք բոլորդ վառվելու եք դժոխքում ես հիշեք։ Չի կարելի այդքան ժամանակ մի տեսակ ձեզ պահել, չխոսալ, թարս նայել, կծել, մունատ գալ ու հարցին թե ինչ ա եղել, պատասխանել ոչ մի բան։ Դե դուք մտածում եք, որ այդ ոչ մի բան պատասխանից հետո մեր ուղեղը սկսում է աշխատել ու մենք ինչ որ հրաշքով հասկանում ենք, թե ինչ էր եղել։ Դուք սխալվում եք, ներվայնանում ենք, տխրում ենք, անհանգստանում ենք վերջի վերջո, բայց միևնույնն է չենք իմանում, թե ձեզ վերջը ինչ էր եղել։ Այնպես որ սիրելիներս, ուզում եմ խնդրել եւ աղաչել եւ պահանջել, որ դուք մեր հետ խոսեք ուղիղ։ Ասեք այն ինչ որ կա, ասեք այն ինչ որ մտածում եք, ասեք այն ինչ որ ուզում եք։ Հա, մեկ էլ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել ձեր բոլորի ամսյակը։ Շնորհավոր սիրուններ։